Սիրելի ռադիոդիտողներ եւ ռադիոլսողներ, ես ձեզ ողջունում եմ FM 106 եւ 5 հաճախականության վրա է ձեր ռադիոն թունիչը։ Մենք սկսում ենք բիզնեսը Մանթաշյանցի հետ հաղորդաշարը, հիշեցնեմ, սա Մանթաշյանցի նախագահ Վարամ Միրաքյանի հեղինակային հաղորդաշարն է, ով առաջին խոսափողի մոտ է, եւ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում երկրորդ խոսափողի մոտ, սա արդեն մեր երկրորդ թողարկումն է։ Ողջույն Վարամ։ Ողջույն։ Մենք այս հաղորդման շրջանակում անդրադառնալու ենք եւ տարբեր իրադարձություններին, որոնք տեղի կունենան, եւ իհարկե Մանթաշյանցի ինչ որ ընթացիկ կյանքին, միջոցառումներին, ինչ որ զուտ ակումբային ներսի իրադարձություններին, այսօր կարծես թե այդ ֆորմատով ենք խոսելու, ներսը տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Գիտեմ, որ հերթական մեծ միջոցառում եք պլանավորում։ Երևի դրանից սկսենք։ Իրականում մի մեծ միջոցառում նոր ավարտեցինք, բանից Լեհաստանից 40 հոգանոց պատվիրակություն ունեինք, հրավիրել էինք համատեղ ոնց որ մեր Լեհաստանի ակումբական մի գործարար ունենք մեր մոտ, իրենց հետ համատեղ կազմակերպել էինք ու մեծ գործարարներ էին, ոնց որ ամենա սկսած 100 միլիոն եվրո շրջանառություն եւ ավել, դա ընդհանուր իրար հետ մոտ 10 միլիարդ շրջանառությամբ 10 միլիարդ եվրոյի շրջանառություն ունեին, Forbes-ի համար մեկն էր օրինակ եկել Լեհաստանի, իրենց մի քանի օր միջոցառումներ ունենք իրենց հետ, հանդիպեցինք, խոսեցինք, քննարկեցինք, հետաքրքիր պայմանավորություններ ձեռք բերեցինք, օրինակ մեկ կար սուպերմարկետների ցանցուներ այնտեղ 2000 հատ պատասխանատվություն վերցրեց, ասաց ձեր ծիրանը կընդունեմ ինչքան բերեք, ուղղակի սերտիֆիկացիայի հարցն է, այդ սերտիֆիկացիան տևում է 6 ամսից մի տարի։ Հիմա այդ հարցով ենք զբաղվում, եթե հնարավոր շուտ անել, այս տարի գոնե ծիրանը գնահատել։ Դրանց ինչ որ հետաքրքիր բաներ եղավ էլի, տարբեր պայմանավորություններ։ Դրան երևի թե պետությունն էլ պիտի աջակցի, որ սերտիֆիկացումը շուտ տեղի ունենա։ Մեր պետությունը իրականում կապ չունի, Եվրամիությունից մարդ են ուղարկում բան, այնտեղից գալիս են բան, դες բավական երկար process է։ Պետությունը կարա գուցե կարողանա միջնորդի, որ process-ը արագ լինի։ Խնդրի, որ դեղից ավելի արագացնեն։ Ինձ թվում է հարցով կարա որ հանկարծ ասի, sense իրավիճակը հաստատ ինձ թվում է բան կանան էլի, կարագացնեն process-ները։ Զուտ այդ փուլի վրա ենք։ Հիմա դա տարբեր այլ հետաքրքիր պայմանավորություններ եղավ, մի երկու հոգի օրինակ ստեղ ընկերություն են բացելու, աշխատատեղեր են հիմնելու, ստեղծելու բանման տենց են։ Այդ էր ոնց որ մենք որպես մեծ միջոցառում ավարտեցինք ու հիմա դա ինտենսիվ գնում ենք Մանթաշյանց գլոբալի։ Մինչև գլոբալի մասին խոսալը հաճախ է լինում, որ դրսից պատվիրակություններ եք ընդունում։ Իսկ թվում ամեն ամիս երևի ընդունում ենք։ Ինչ որ չափի, ինչ որ երկրից շուտ։ Այլ ազգի նկատ ունեմ էլի։ Մեր մասնաճյուղերը որ ասենք, մեր մասնաճյուղից միշտ ամեն օր են գալիս մարդիկ, բայց այլ ազգի բիզնես խմբեր ինձ թվում ամեն ամիս, ասենք մոտ մի ամիս առաջ Էստոնիայից խումբ ընդունեցինք, էլի դες մոտ 20-30 հոգի գործարարներ էին, մի երկու ամիս առաջ բանից ընդունեցինք Ռուսաստանի Կարելիա ծայրամասերից էլի ինչ որ բիզնես միությունների 30-40 հոկանոց եւ այլն, այսինքն անընդհատ ինչ որ խմբեր բան են կանում էլի ընդունում ենք, դե այդ գալիս է նաեւ նրանց որ երևի այդ բիզնես խմբերը որ գալիս են Հայաստան նայում են ով կա բիզնեսի ինչ համայնք կա բան մեզ են գտնում գրում են, դե այս դեպքում Լեհաստան դեպքում ուրիշ էր, մեր ընկերն ու ակումբական ընկերներ ոնց որ կազմակերպիչը դրա ոնց որ համատեղ կազմակերպված միջոցառում էր, բայց այտենց այլ խմբեր միշտ ընդունում ենք ու մեր ակումբականներին գրում ենք որ այսօր ունենք Էստոնիայից գործարարներ, այսինչ պրոֆիլներ դնում են գործարարներ ով ինչով զբաղվում, ում հետաքրքիր համեցեք այս մարդկանց հետ ծանոթացեք։ Այսօր ունենք, չգիտեմ, Նավասիբիրսկից գործարարներ, այսինչ մարդիկն են ում հետաքրքիր համեցեք ծանոթացեք, բան դա ծանոթات լինում է մեր մոտ։ Հետևում եք ոնց է ավարտվում, այսինքն ինչ որ դատա պահում եք, թե հանդիպումները ինչ ավարտ են ունենում։ Չգիտեմ, ասենք անցած տարի եղած հանդիպումներից արդյունքներ կա, որ կարելի է ամփոփել։ Տեսեք, իրականում չենք հետևում, որովհետև ահռելի մեծ քանակի են, չենք հասցնում նույնիսկ հետևել էլի, օրինակ հիշում եմ, որ բանից եկան նախորդը այդ Ռուսաստանից խումբը որ եկավ, դրանց հետո մի քանի պայմանավորություն գնաց առաջ սուրճի արտանուն բանման, հետո հարցրեցի մի երկու շաբաթ հետո, ասի ոնց է ինչ վիճակը, բա խոսակցությունների մեջ են գնում առաջ բան եւ այլն, դրանց շուտ մեկ երկու հետևում ենք, բայց այտենց գլոբալ չենք հասցնում հետևել, որովհետև այտենց ահռելի մեծ քանակ է։ Մեր ակումբի ներսում 30-40 գործարք օրն է լինում։ Բայց այդ ներսում միայն է։ Այդ ներսում մենակ, էլի, հա, մենք այդ էլ չենք հասցնում բանանել, այդ իրականում վերցնում ենք թվով, բայց չենք կարող հետևենք։ Մեծ գործարքներն ենք հետևում, մեծ ասելով նկատում $1 միլիոնից ավել, այսինքն հարցում ենք անում, էլի, մի քանի ամիսի մեկ, 5-6 ամիսի մեկ հարցում ենք անում, այդ մեծ գործարքները աշխատում ենք դուրս բերենք, հետո ներկայացնենք։ Հետո հրապարակում եք նաև, ինչ որ միտեղ ամփոփ գրում եք, որտեղ ինչ է տեղի։ Տարավերջում սովորաբար, օրինակ, այս տարավերջում գրեցի $1 միլիոնից ավել բոլոր գործարքների մասին գրեցի, բոլոր չէ, մի մասին մի 20-30 գործարքի մասին գրեցի, ամենամեծը 15 միլիոն էր եղել։
15 միլիոն դոլարի սահմաններում։ Հայաստանի ներսում էր գործարք։ Չէ, այս 15 միլիոնը կես ներսից, կես դրսից բանն էր, բիզնես սենտր էր, որը մեր ակումբականներ բիզնես սենտրում տարածքներին գնել ու բանը մոտ կեսը դրսի ակումբականները, կես ներսի, մեծ մասը Ռուսաստանի մեր ակումբականներն են։ 15 միլիոնը, տենց 7-8 միլիոն դրսից, 7-8 միլիոն ներսից։ Ինքն ավելի ակտիվ ամեն դեպքում ռուսական թևն է, ճիշտ եմ հասկանում ակումբի։ Այս պայդրությամբ ակտիվ է, քանի որ այնտեղ տնտեսական բան է, կայունություն չկա։ Փոփոխություններ են, այո, փոփոխությունների ժամանակ ակտիվանում են գործարարները։ Ու ասեմ ոչ միայն հայ գործարարներ, նաև ռուս եւ այլն, այսինքն իրանք բոլորը հիմա խառնված են իրար, որտեղ Ռուսաստանի ներսում տնտեսություն դե բան է, էլի համ ծանր է, համ էլ պլյուս դրա բան անզիջում բան են հարկավակության պրոցեսներ են գնում բավական ծանր հետևանքներով բիզնեսների համար ու տենց շատ բիզնեսներ սնանկ անում են, գործը վատանում են, կախվում են, շոկաներ ռելոկացիային օգնում է, կարիքները լինում է։ Հա, լինում է, հենց երեք օրինակ մի թեմայով խոսում ենք, այսինքն լինում է, տենց հատուկ հետողությամբ չենք աշխատում, բայց որ դիմում են ակումբականները, ու մենակ Ռուսաստանից չէ, Ֆինլանդիայից օրինակ, տենց օրինակ այսինքն տարբեր երկրներից որ դիմում են։ Այդ բարի մարդը, որ Ֆինլանդիայից որոշել է գա Հայաստան։ Հա, մեր շատ լավ մի հրաշալի անձնավորություն գնացել է Սյունիքի ամնակորած Լծեն գյուղում, որտեղ 15 տուն կա եւ 5 տունն են, 5 տան մեջ են մարդիկ ապրում, գնացել դե մի 3 միլիոն դոլար ներդրում արել այդ գյուղում։ Իր պապական գյուղն է, որ վերականգնվի կյանքը այդ գյուղում, հա, մի շատ լավ հյուրանոց է կառուցել այնտեղ ու գյուղն է վերանորոգում, հրապարակով բան ամեն ինչ վերանորոգում է, կանալիզացիա է սարքում գյուղի համար։ Օրինակ, տենց շուտ անձնավորություն կա, որ մեր էլի ակումբական է, իրար հետ սա Ֆինլանդիայում ենք մասնաճյուղ բացելու։ Հիմա բանը, իրար հետ աշխատում ենք, այստեղ ուզում է տեղափոխվի ինչ որ հարցերով 1000 տարբեր տեսակի հարցերով օգտակար ենք լինում իրեն։ Հուսանք, որ ինքը կհաջողի ձեր այդ գործընկերով Լծենա գնալ։ Լծենը հա կհաջողի անպայման։ Կմնա այդ շատ տենց։ Հա անպայման, հա, ինքը չէ, ինքը Երևանում է հիմնականում, չնայած տարվա լեվելը շատ մնում, բայց ինքն այնտեղ ձեռնարկություն է հիմնել, հուսանք, որ կհաջողի այդ ձեռնարկությունը ինքը։ Հա, այդ հատվածը կզարգացնի ու այդ դրանք լավ բան են, էլի։ Գովելի եւ դրական գործեր են։ Դրանց մարդկանց հասնում է, որ իրանց մոտ ամեն ինչ լավ է։ Հա, այդ բիզնես տրամաբանություն չի այդտեղ, էլի, որովհետեւ ոչ մի բիզնես տրամաբանություն։ Սոցիալական պատասխանատվության հարց է։ Շատ է դա, էլի, հա, բայց ինքն էս չէ, էլի, որ չգիտեմ, ուրիշտեղ 50 միլիոն ներդրեց, այդտեղ 3 միլիոն ներդրեց։ Դա իրա ոնց որ միակ ներդրումն է, էլի, չէ, Երևանում էլ ունի ներդրումներ, բայց հիմնական ներդրումներից մեկն է իրա, էլի։ Այդ մարդը տենց 100%-ով ներդրվել է գործի մեջ, էլի, որ տենց հաջող։ Մանտաշյանց գլոբալի մասին խոսանք։ Կարծես թե Մանտաշյանցի ամենամեծ միջոցառումն է, ամենամասը։ Հա, տարվա ամենամեծն է, հա, մենք բան ենք անում, ամբողջ աշխարհի մասնաճյուղերից հավաքում ենք Հայաստան։ Անցյալ տարի 20 երկրից մարդ եղավ, տենց եթե խոսենք ակումբական մի 500 հոգի, բայց ոչ ակումբական էլ 1000 հոգին անցանք, հա։ Այս տարի տենց մոտավորապես մեր հաշվարկներով 25-30 երկրից է մարդ լինելու։ Քանի մարդ եք սպասում։ Մինչև 1000-ի սահմաններում սպասում ենք։ Կանադայից սկսած մինչև, չգիտեմ, Ֆինլանդիա ու Սաուդյան Արաբիա ու տես տարբեր տեղերից լինելու են։ Մեծ պատվիրակություններ լինելու է ռուսական կողմից, ամերիկյան կողմից, Ամերիկայից մեր Լոս Անջելես մասնաճյուղից օրինակ մոտ 20-25 հոգի լինելու են, Նյու Յորքից են մարդիկ լինելու, Վաշինգտոնից են լինելու, Օհայոյից են լինելու։ Նյու Յորք, Վաշինգտոն դա հեսա բացվելու ենք, այս տարի ենք բացվելու տարվա վերջ հոկտեմբերին։ Դրա համար ոնց որ, բայց նախապես էլի գալիս են, շատերը որ դեռ չենք բացվել, բայց իրենք դեռ գալիս են։ Մինչև միջոցառման բովանդակությանը հասնելը մի քանի տեխնիկական հարց քննարկենք։ Օրինակ Լուսահոգի Կարանի հետ Վարդանյան երբ խոսում ենք, ինքը ասում էր, որ Հայաստանում մենք խնդիր ունենք մեծ մասշտաբի միջոցառումներ անցկացնելու, այսինքն դալիչների, հյուրանոցների, դուք եք բախվում դրանից ուզում հասկանալ։ Միշտ հիմա էլ այդ խնդիր ունենք ու դրանց փորձում ենք լուծումներ գտնենք, նոր օրինակ բանը Գառնին ենք վարձակալել։ Գառնի տաճարը, որտեղ բացույթի է 1000 հոգի մարդ կարողանանք հավաքենք այնտեղ։ Իսկ այդ հյուրանոցների հարցը մնալու։ Հյուրանոցների հարցը, տեսեք, կենտրոնանում ենք մեծ քաղաքներում, որտեղ շատ հյուրանոցային բան կա։ Երևանում չէ, բան Ծաղկաձոր Դիլիջան։ Հա, այսինքն այնտեղ մի հատ դալիչ վերցնում ենք, Ծաղկաձոր մի հյուրանոց կար, որ դες մեծ դալիչ ուներ, բանն այդ հյուրանոցը ու այդ հյուրանոցի դալիչը վերցնում ենք, այդ հյուրանոցն էլ փակում ենք, էլի։ Ու մոտակա 2-3 հյուրանոց ենք վերցնում։ Հա, հիմա այս տարին էլ Դիլիջան ենք անում, Դիլիջանում, բայց էլի օրինակ մեր բանը փոքր դալիչ ամեն դեպքում, բայց դե խցկվելով պետքա տեղավորվենք, ասենց ասեմ։ Հա, որտեղ ձեր ասած մասշտաբները մեծ մասշտաբներ են։ Հա, մենք բան ենք անում, ոնց որ տեղավորվում ենք հյուրանոցի առումով
տեղավորում ենք մի քանի հյուրանոցներում, բայց դալիճը մի դալիճ է միջոցառումները հիմնականում մի դալիճ։ Հիմա այդ մեր ընկերներն ակումբականներ այս խնդիրը ոնց որ անդադ տեսնելուց լավ է, հենց հիմա այս շինարարություն գնում է, մի քանի պրոյեկտներ գնում են, որ մեծ դալիճներ կունենան մարզերում։ Մարզերում կարևորը Երևանում կա, հա ճիշտ է, շատ չի ընտրությունը, 2-3 ընտրություն կա բանը դες մեծ միջոցառումների, բայց մարզերում չկա ընդհանրապես ընտրություն ու հիմա լավ է, օրինակ մեր ընկերներն ակումբականներ ովքեր որ տեսնում են այս խնդրի մասին, հիմա օրինակ իրենք մի քանի բաներ պլանավորում են անեն ու ինձ թվում է մյուս տարի ամռանը արդեն մենք մեկը կունենանք օրինակ Սևանի մոտ, որը մեծ դալիճ կլինի, տեղավորի մոտ առապես 500-600 հոգի 700 տենց այդ սահմաններում էլի։ Եվ արդեն դա ավելի հեշտ կլինի։ Հա, արդեն հեշտ կլինի, Սևանը լավ լոկացիա է, որտեղ Սևանում էլ եթե այդ մի հյուրանոցը չի հերիքում, դու կարաս կողքերում այլ հյուրանոցներ տեղավորվես։ Մեծ հաշվով, հա։ Մի ժամ հեռավորության վրա։ Ավելի կարճ, մի ժամ Երևան էլ կմնան, հա, այդ եմ ասում, իսկ մի ժամ հեռավորության վրա Երևանն է, 20-25 րոպե հեռավորության վրա Շրդիլիջան կա եւ այլն, էլ այդտեղ էլ։ Ու Սևանի այլ հյուրանոցներ են կարող տեղավորեն, այդ առումով լավ է, բայց հա այդ մեծ դալիճների խնդիրը, մեծ միջոցառումների խնդիրը մեր մոտ դեռ ունենք, մեծ համերգներ էլ ունենք։ Մի էլի տղա կարես վերջերս Սոչիում խոսեցի հետը օրինակ Գյումրիում էր պլանավորում սարքեր, էլի Սոչիից Գյումրեցի էր, Գյումրիում 1500 հոգանոց դալիճ էր պլանավորում սարքեր, ամֆիթատրոն, համերգների բաներ, դրա պահանջարկները շատ կա։ Օրինակ մեծ համերգներ Գյումրիում հնարավոր չի կազմել երբել։ Ցավոք սրան, շատ ֆանտաստիկ քաղաք է դառել Գյումրին, այսինքն միշտ եղել է, հիմա նորից վեր գտել է իրան։ Մեծ միջոցառումներ հնարավոր չէ, բայց պատկերացրեք մեծ աստղերի համերգներ դու դնես Գյումրին, որտեղ 2000, 3000, 4000 մարդ գնա, ասենք այդ Գյումրին այդ 2 օրը կապրի հաստատել է մենակ այդ միջոցառում, բայց դες մեծ դալիճներ չկան։ Մեծ դալիճները շատ կարևոր են, մեծ դալիճները հնարավորություն են տալիս մեծ միջոցառումներ անելու։ Ու խրախուսում է միջոցառում անողներին էլ է խրախուսում, այսինքն իրենք տեսնում են դրա հնարավորությունը եւ անում են։ Մանտաշյանց գլոբալին գալով պատվիրակները տարբեր երկրներից գալիս են Հայաստան, նախ միշտ Հայաստանում է արվում Միշտ Հայաստանում այդ մեկը պարտադիր է։ Տենց է ստացվել, թե տենց որոշում կա։ Չէ, որոշում կա, որ լինի, որ մեր գլոբալ հայ բաները, գործարարները ամբողջ աշխարհից հավաքվեն Հայաստան, այդ ոնց որ մենք նաև ոնց ի սկզբանե գաղափարներ ոնց որ հայկական Դավոսը ստանանք։ Այսինքն օրեր, մի շաբաթ, որը կլինի մենակ տնտեսության մասին։ Տնտեսության թեմայով ու ամբողջ աշխարհի հայ տնտեսության ոլորտի գործարարներ կգան ու իրականում այդ երբ որ նպատակ դրինք 2022 թվականներ, եթե չեմ սխալվում, այսինքն առաջի անգամ մի 50 հոգի եկավ դրսից, Մոսկվայից եկան մի քանի հոգի եւ այլն, հա, փոքր էր հավաքը, բայց խոսում ենք այդ Դավոսի մասին, հիմա արդեն մի քիչ մոտենում ենք, էլի, հիմա արդեն դրսից այս տարի սպասում ենք 250 հոգի մոտ առապես, մենակ դրսից։ Ու բանը ու արդեն ոչ ակումբականները զանգում են, ուզում են միանան ու շատ խոշոր գործարարներ, օրինակ Կանադայից զանգեցին 3 առաջ օրը մեծ Չիկագոյից զանգեցին էլ մեծ գործարարներ են, շատ մեծ հայտնի ազգանուններ ու անուններ են, իրենք էլ օրինակ ուզում են գան մասնակցեն ինձ ծրագիրը խնդրեցին եւ այլն։ Տենց, այսինքն արդեն հիմա ակումբից դուրս է գալիս, մարդիկ զգում են, որ այս օրերին Հայաստանում լինել լավ է։ Ակումբից դուրս ֆորմատ է դառնում ընդհանուր գործարարության։ Այդ տնտեսական միավորելու համար այդ առումով շատ լավ է։ Մենք նույնիսկ այս նույն լեհերը, որ եկել են, իրենք էլ հետաքրքրություն ցուցաբերեցին, որ գան, դե լավ հնարավորություն է գաս մի շաբաթ, այդ մի շաբաթվա մեջ 30 երկրից գործարարները չփվես։ Շաբաթա որ ով չի ուզենա, բոլորներ կուզենան։ Հետո ինչ որ բոլորը հայ են, այսինքն ամեն դեպքում միջազգային է դա։ Գալիս են, չգիտեմ, ուրիշ երկրի գործարարների հետ են շփվում։ Գերմանիայի գործարարի հետ է շփվում, չգիտեմ, Լոս Անջելեսի, Միացյալ Նահանգների գործարարի հետ է շփվում, լեհի համար այդ հետաքրքիր է շատ։ Ու բանը կա այդ բան, ցկտումը կա, այլ ազգերի օրինակ վրացիների կողմից հետաքրքրություն կա, այս տարի երևելի կմասնակցեն, անցյալ տարի կարծեմ փոքր խմբով մասնակցեցին։ Տենց, այդ ուղղությամբ էլ է գնում, որ արդեն այլ ազգերն էլ հետաքրքրություն ցուցաբերում։ Որում ակումբների միություններ լինում են, միություններ։ Չեմ հանդիպել ճիշտ ասած, միություններ։ Ինչ որ առաջարկ չեք ստացել, ինչ որ մի միություն դիմի, ասի մենք 5 ակումբանոց միություն ենք առանձին կարող ուզենակ մեզ անդամակցել։ Որտեւ ասոցիացիաները ունենում են ասոցիացիաներ իրանց։ Կարող խորհուրդ լինի կամ բան, էլի տենց շարժման կարող։ Կառույցները լինում են մեկ-մեկ։ Ինչ են ստանալու այդ Մանթաշյանց գլոբալ կողները ի վերջո, այսինքն ինչա լինել։ Դրանք պանելային քննարկումներ են, թե դասախոսություններ են, թե Եվենա։ Դե բանն է, իրականում ամեն ինչ, պանելային քննարկումներ կան, սեմինարներ կան, դասախոսություններ կան, network կա շատ, բիզնես տուրեր կան տարբեր տեղեր, օրինակ բիզնես տուրերը կան նաև մարզերում, մենք 3 ուղղությամբ բիզնես տուր ենք անում, ու նաև մի քիչ Հայաստանից դուրս են գալիս Չավախտել ունենք բիզնես տուր, բան
երեք ուղղությամբ ունենք Գորիս ունենք բիզնես տուր, ունենք Արմավիրի մարզ եւ Ճավախք։ Այդ բանն է, դե բոլոր տեղերում մասնաճյուղեր ունենք, մեր մասնաճյուղերով ոնց որ կազմակերպվում, այնտեղ լինելու համ գնալու են օրինակ Գորիս տեսնեն ծանոթանալ մեր Գորիսի գործարար ընկերների հետ, իրենց բիզնեսների հետ ծանոթանան եւ այլն, պլյուս դրա ժամանցային բան լինելու այնտեղ, նաեւ ծանոթ մշակութային, ասենք ծանոթանան Գորիսի հետ եւ այլն, որ էլի շատ հետաքրքիր ֆորմատ է, որտեղ Լոս Անջելեսից կամ Մոսկվայից կամ չգիտեմ բանից Վոլգագրադից մարդիկ գալիս են այստեղ, իրենք ուրիշ առիթ չկա, որ իրենք լինեն Գորիսում։ Օրինակ անցյալ տարի Կապաներ, դե Կապանում էլ մասնաճյուղն ենք, անցյալ տարի նույն ճանապարհը դեպի Կապաներ, դուրը Կապաներ ու օրինակ Մոսկվայի մեր ակումբական ընկերներն եկան Կապան խոստուկ բարձրացան։ Լավ է։ 20 հոգի մոտավորապես խոստուկ բարձրացան։ Հիմա այդ Մոսկվայի ընկերների համար էլ ուրիշ ինչ առիթ պետք է լիներ, որ իրենք խոստուկ գնան։ Հա, հաստատ չէ, տարվա մեջ մի անգամ երկու անգամ Հայաստան են գալիս, խոստուկ բարձրանալու առիթ հաստատ չէ լինի։ Նույնը Գորիս են գնալու, հետո դե Արմավերի մարզ ու Ջավախք, այդ բանա Այդ նաև կարևոր է, որ ծանոթ լինեն, պատկերացնեն, հասկանան նաև Հայաստանի շրջանները, մեր դրսի ակումբական ընկերները, գործարարները, որ նաև շրջան, որ Հայաստանը լավ պատկերացնեն, որովհետև սովորաբար գալիս են Երևան, պատտվում են Երևանում ու գնում են, դից ինձ թվում է թե Հայաստանն եկել էլի, բայց իրականում Երևանն եկել, հա։ Բարամ նմանատիպ միջոցառումներին ենթադրում է նաև ինչ-որ պետական այրերի ներկայություն։ Օրինակ Դավոսում չեն գալի տեղական պաշտոնյաներ։ Երևի թե տեղականներն էլ են գալիս, հա, իհարկե։ Գյուղապետը Դավոսում։ Հա, ասենք տենց ինչ-որ այդ կանտոնի ղեկավարը բան, բայց ամեն դեպքում համաշխարհային լիդերների ինչ-որ մի մասը գոնե տնտեսական բլոկը հավաքվում է։ Հասկանում եմ, որ Հայաստանը դեռ կենտրոնը չի, բայց գոնե հարևան երկրներով կարելի է գնալ, ասենք Վրաստանից ինչ-որ պետական այրեր կան վրացական դելեգացիայի հետ։ Վստահ եմ, որ Հայաստանից գալիս են, այսինքն մեր տեղական շինովնիկները լինում գալիս են, հա, նախարարներ տարբեր միշտ ներկա լինում են։ Ճիշտ ասած, պետական պաշտոնը Վրաստանից կամ այլ երկրներից դեռ չենք բանարել, էլի չենք մշակել դենց ֆորմատ։ Մտնելով էլ չէր անցել, ճիշտ ասած, որ կարելի իրենց էլ հրավիրել։ Դե կարելի է ինչ-որ փուլի հրավիրել։ Այդ դեպքում մեր կողմից էլ պետք է պետական ներգրավվածություն լինի, ասենք բիզնես միությունը չի կարելի Վրաստանի էկոնոմիկայի նախարարին հրավիրի, այդպես մի սխալ կհասկանան, ճիշտ կլինի, որ մեր էկոնոմիկայի նախարարությունը հրավիրի, օրինակ, այդպես բան կարել է, օրինակ մեր Նիդերլանդներից, Նիդերլանդից, Նորվեգիայից երկակի հարկման խնդիր ունենք, այնտեղ մեկը գործնություն ուզում ծավալի այստեղ ու խնդիր ուներ, որ համատեղ հարկվում այստեղ, դե պայմանագիր պետք է քննեն, որ կրկնակի հարկման բանը դուրս գար։ Նոր թարմ բան եմ ասում, մենք գրեցինք Նիդերլանդների ում գրեցինք էկոնոմիկայի նախարարության, եթե չեմ սխալվում, որ խնդրում են բան անել, դիտարկել այդ կրկնակի հարկման ռեժիմից դուրս գալու բանը։ Վարկեցին պետության վրա, հա, իրենք ասեն, կոպիտ ասած դուք ով եք։ Եթե դրանց հասկացեք խոսում, հա, թող պետությունը թող դիմի ֆինանսների նախարարության իրենց կզբաղվել, ոնց որ իրենց ասած այդ էր, նույնը ստեղ է, էլի, այսինքն մենք ստեղ եթե sense միջոցառումով այլ երկրի այրեր կան, պետք է նաև մեր պետական ներգրավվածություն լինի կազմակերպչական տեսանկյունից, որը որ այս պայծառությամբ չկա։ Իսկ ցանկություն կա, թե ցանկություն էլ չկա։ Վատ, այսինքն վատ տեսանկյունից չեմ ասում, կարող է անհրաժեշտություն է չկա, ոչ թե ցանկությունը չկա, էլի։ Չէ, բան չի եղել, դա սանկցիոն չենք ունեցել, այսինքն այնց խնդիր չենք ունեցել դրած, որ պետության հետ աշխատենք, համագործակցենք, որ այսպես միջոցառումների կազմակերպենք, մենք իրականում վատ ենք այդպիսի հարցերում, որ պետության հետ աշխատենք, ինչու ենք վատ, որովհետև չենք դիմանում այդ բյուրոկրատական process-ների ու երկարության ու ժամանակների։ Երկար է եւ տանջալից, այսինքն ինչ որ մասնավորը 3 օրում է անում, պետական համակարգը կարա 15 օրում անի այդ ամեն ինչը, դե հիմա այդպես բան չէ։ Այդ պետքա այդպես առանձին բան ունենաս, էլի ուղղություն ունենաս, որ այդ ուղղությամբ աշխատեն, հա, մենք մեր մոտ վատ է ստացվում այդ գլոբալ։ Ճիշտ է, նշ չի որ համագործակցում ենք, բայց համագործակցումը հիմնականում մեր միջոցառումների շրջանակներում կամ իրենք ինչ որ բան կազմակերպում հրավիրում համատեղ չունենք այդպեսի ոչ որևէ բան չունենք պետության հետ համատեղ, հա, այդ որովհետև հա չեն կարողանում այդպես համատեղ պրոյեկտներ աշխատենք, մի քիչ բիզնեսի ու պետության բանը գործունեության տրամաբանություն տարբեր է, միշտ չէ, շատ տարբեր է, հա։ Հա, բայց ցավոք սրտի պիտի իրար հետ միշտ մի գծով լինեն, էլի, որ երկուսն էլ հաջողեն։ Հա, համաձայն եմ, հա, համաձայն եմ։ Մեկը առանց մյուսի չեն կարող։ Երկար տենց բան անհնարին է բիզնեսը չի կարող հաջողի առանց պետության եւ իհարկե հակառակը։ Հա, համաձայն եմ, դե իրականում համագործակցում զուտ համատեղ միջոցառումներ չեն կանում։ Համագործակցում ենք, ասենք նույն պետություն էկոնոմիկայի նախարարությունը միշտ մեզ ուղարկում է բոլոր պրոյեկտները, բոլոր զրական թեմաները, արժեքները, մենք մերոնց ենք ուղարկում, քննարկումներ լինում, հանդիպումներ եւ այլն անընդհատ։ Եվ դրանց ամիս չկա, որ որևէ ինչ որ նախարարի հետ չհանդիպենք տնտեսության թեմայով։ Կամ ինչ որ հարց չքննարկենք եւ այլն, բայց համատեղ դեռ որևէ բան չեն կարել, հա, չենք։ Նմանատիպ միջոցառումների իհարկե
երևի թե կեսը, եթե ոչ ավելին, networking-ի հատվածն է, այսինքն մարդիկ գալիս են networking-ի։ Կեսը համատարած։ Մի փոքր մյուս կեսի մասին խոսենք։ Մյուս կեսը ինչ ա լինելու, թեմաները մշակված են, բանել այն քննարկումների թեզակիցները։ Երկրորդ օրն է, հա։ Առաջ օրը Գառնի տաճարումը բացում լինելու, երկրորդ օրը Մարիոթում ենք 40 թեմա ունենք։ Չէ, կներես, 10 թեմա ունենք, 40 սպիկեր։ 10 թեմա, 40 սպիկեր, սպիկերները տարբեր տեղերից, տարբեր երկրներից, բան, չգիտեմ, Իսպանիայից սկսած մինչև Գյումրի, օրինակ, էլի։ Ու այդտեղ հիմնականում ակումբ կոնկրետ միջոցառմանը սովորաբար 7 օրը փակ է։ Փակ է, այսինքն մենք դրսից մարդ չի մասնակցում, բայց այդ միջոցառման տոմսով կարող են գնել մասնակցել։ Այդ էլ նաև մեր բանն է, որ դրանց մեծ աղմուկ չի հանում։ Մենք եթե մասշտաբի տեսանկյունից նայենք, շատ լայն միջոցառում է, էլի, այսինքն։ Հա, մենք մասշտաբի տեսանկյունից նայենք, ոնց որ էլի մեծ մասշտաբային, էլի լավ ներդրումով, եթե բան անենք, ասենք, բավական մեծ նաև գումար ներդրում արվում այդ միջոցառման վրա, բայց օրինակ Sevan Startup Summit-ի աղմուկը ավելի շատ է։ Հա, ինչու, որովհետև Sevan Startup Summit-ին դրսից մարդիկ մասնակցում են ու ավտոմատ ոնց որ աղմուկ շատ ալիս։ Մեր մոտ դրսից չենք թողում որ մասնակցեն։ Հա, ավտոմատ մենք մեզնով ենք լինում, փակվում ենք, ճիշտ է 1008-ի բիզնեսմեն ենք հավաքում միտեղ աշխարհի 30 երկրներից, ինքը վատֆորմա չէ, ընթացքում $15 միլիոն ներդրում են գործարքներ միմյանց միջև բան էլի, այտենց բարձր իմաստով էլի կարող մի քանի օրինակներ եղել են, ասենք 5 միլիոն, 10 միլիոն, $15 միլիոն գործարքներ հենց այդ օրի ընթացքում տարբեր երկրներից, որ այդ մարդիկ ուրիշ տարբեր չկար որ իրար հանդիպեին։ Հա, բայց մեկը մեր մոտից ոնց որ ինքը բանը այդքան աղմուկ այդքան շատ չի, հա, որովհետև ինքը փակ միջոցառում է։ Դրա օրինակ լուծումն էլ ենք ուզում գտնենք, էլի, որովհետև իրական ով մասնակցում է, ասում է փաստորեն sense բան կարար Հայաստանում, այսինքն չեն պատկերացնում, որովհետև կողքից չի երևում ինչ է կատարում, չի երևում, որովհետև փակ է, հա, այտենց ինչ-որ խնդիր բան ունենք, էլի։ Բայց կա խնդիր ավելի բաց լինելու, արա։ Մի քիչ սխալ են պատկերացնում, մասշտաբը չեն պատկերացնում, դրա հետ կապված է, իսկ կուզենայի, որ ավելի ոչ թե բաց լինեն, ավելի օբյեկտիվ ինֆորմացիա շատ լինի, հա, դե բաց չէ, այտենց խնդիր չունենք, չենք ուզում որ դրսից ամեն մարդ մասնակցի, շատ մարդ մասնակցեն, այդ բաց մի օր ունենք բաց, այդ օրը հա հնարավոր է, բայց Այդ էլ մյուս կողմից էլ հա իր բացական կողմ ունի, այնա որ այնպես մարդիկ կողքից չեն պատկերացնում ինչ է կատարում։ Չափերը, մասշտաբները, խոսակցությունների մակարդակը, կնքվող պայմանագրերը եւ այլն։ Ասենք մի քանի հոգի միլիարդից ավել բան ունենք, կարողություն ունեցող մարդ է գալու մեր ակումբական 3-4 հոգի օրինակ։ Այնց մարդիկ են գալիս, որ հիմա այնց շատ բան ունեցող էլի, մեծ հեղինակություն ունեցող մեծ ազդեցություն ունեցող, այնց եւ այլն էլի, հիմա չեմ ուզում անուններ տամ, որովհետեւ այնց վստահ չեմ, որ իրենք կողմ կլինեն այդ մասին, բայց հա շատ մեծ գործարներ են գալիս, բայց այդ մասին այնց չի լուսամանում բառազապիս էլի, հա։ Դա էլ բայց մեր որոշումն է, այնց։ Այս քննարկման արդյունքում հարց է ինձ հետաքրքրում, էլի, երևի թե համաշխարհային հայկական բիզնեսին, համահայկական բիզնեսին, sense fix-ենք, դուք ամենամոտն եք ինստիտուցիոնալ առումով։ Իսկ հա, որպես կառույց։ Ինչ որ մոտավոր հաշվարկ ունեք աշխարհում հայկական կապիտալը ինչքան է։ Տեսեք, մանը Ռուբեն Վարդանյանը ժամանակին հաշվարկել էր 200 միլիարդի սահմաններում էր ասում, բայց իմ կարծիքով մի քիչ ավել է թիվը։ Դե երևի ավելացել է ժամանակի հետ։ Պլյուս ավելացել է այդ մի 7 տարի առաջ էր։ Մեկը աճում են, չէ՞ գործարարները։ Ինձ թվում է թիվը հիմա այդպես կրկնակի ավելա մինիմում, ամենաքիչը։ Ինչու, որտեվ ես ասենք 3-4 միլիարդատեր կա մեր ակումբում, ում կարողություն միլիարդից ավել է։ Տեղական թե դրսից։ Չէ, դրսից։ Ու որին որ ոչ մեկ չի ճանաչում։ Հա։ Իսկ ոստան ոչ մեկ չի ճանաչում, այդ մարդկանց անուն ազգանունը ոչ մեկին ոչ մի բան չի ասի։ Հասկանաք, մենք գիտենք անուններ, այդ Forbes-ի ցուցակում հայտնված Նուբարաֆյան, չգիտեմ ինչը։ Կամ ռուսական Forbes-ում Կարապետյան եւ այլն։ Հա, եւ այլն, այդ անունները գիտենք, բայց այս մարդկանց անունները չկա Forbes-ում, չի լինելու։ Երբեք, որովհետեւ իրենք նույնիսկ տարեկան վճարում են, որ իրենց մասին ինֆորմացիա չլինի ոչ մտեղ։ Ես այնց օրինակ էլ գիտեմ։ Այս ծառայություն կա, վճարում ես քո մասին մակրո ինֆորմացիան, հա։ Այսինքն այնց բանել, այնց մարդիկ կան իրենց մեջ, էլի, հետեւաբար այդ մարդկանց անունը չի լինելու ոչ մտեղ։ Հետեւաբար այդ մարդկանց մասին կարողությունների մասին ինֆորմացիան չի լինելու Ռուբեն Վարդանյանի ցուցակներում։ Այսինքն այդ ամենը հաշվի առնելով կարծում եմ այնպես կլինի մի կես 400-500 միլիարդ դոլարի սահմաններում։ Հետո մի ուրիշ կարևոր բան էլ կա։ Տեսեք, մենք հայաստանցիները համաշխարհային տնտեսական ու նաև Հայաստան տնտեսական քարտեզում հայտնվել են 90-ականներին։ Այո։ Շուտ մենք նոր ենք այս գործի մեջ։ Մինչև այդ Բեյրութի, Լիբանանայի եւ այլն։ Մինչև այդ հայաստանցիներին արտելվում էր բիզնեսով, չէ՞, զբաղվել է։ Հիմա այդ հայաստանցիները սկսել են թափավակել։
Այսինքն իրենք, որ 98-ին, 2000-ին, 96-ին, 95-ին Հայաստանից գնացել են ծակ գրպանով Լոս Անջելես, Մոսկվա, չգիտեմ, Կանադա եւ այլն, Արգենտինա, իրենք արդեն 30 տարի են տեղը են, 25 տարի, արդեն կարողությունը սկսում է կայանալ։ Օրինակ մի քանի օր առաջ էլի մեր հարևան երկրներից մեկ խոսում էլի մի գործարար հետ, որը որ միլիարդից ավել էր իր կարողությունը, 2001 թվականին այն տեղափոխվել։ 25 տարի է աշխատում։ 2010-ին մեծ սննկացել էին 0-ական, հետո նորից են սկսել 0-ից, այսինքն մոտ 25 տարվա մեջ, հա, որտեվ իրական մեծ կարողություն դու տենց 20 տարվա ընթացքում ես։ Տրամաբանական ճանապարհով ես աշխատում այդ կարողությունը, այո, եթե բան չես, հա։ Այդ 90-ականների սկզբներն էր, մի փուլ կար տենց, որ ընկնում էր գլխի, խառը ժամանակ, բայց այդ ընկածների մեծ մասը կորցնում էին հետո, էլի, որտեվ իրենք չէին քրտնել այդ կարողությունը ստեղծելու։ Չէին հասկանում, հա։ Ահա, դրա համար շատերը կորցնում են։ Կան մարդիկ, որ պահեցին եւ ռուս օլիգարխների մեջ եւ հայ օլիգարխների մեջ, բայց մեծ մասը մեկը կորցրեցին։ Ամեն ինչ։ Հիմա հետո տենց 94-5 թվականից հետո էլ տենց բանս չէր կատարվում, էլ տենց պրոցեսներ ավարտվեց, բան մասնավորությունը ավարտվեց, բան այդ ամենը ավարտվեց, հետո տենց պրոցեսներ չէր կատարվում։ Ու այդտեղ արդեն մնաց քրտինկով ստանալ։ Ու այդ մարդիկ նոր 20, 25, 30 տարի այն նոր հասել են մեծ կարողությունների։ Այ հիմա նոր հասել են մեծ կարողությունների, ժամանակին սոված գնացել են 0-ից մինուսից սկսել են, ասենք նույն մեր օրինակով ասեմ, Մարլենկայի Գևորգ Ավետիսյան, որ էլ է մեր ակումբում Չեխիայի մեր մասնաճյուղում է, Գևորգը պատմում է 2001-ին թե 2000-ին է գնացել, ասենք ինք բաց պատմեր մեզ լսարանի առաջ, դրա համար ես էլ լսել եմ այդ պատմությունը, հա, չգիտեմ, ձեր մոտ ինչ որ ուրիշտեղ այդ քույրը որ թխում է տանում են խանութ, չէ՞, ինքը ծախել է, բայց ոնց է սկսվել, ասում է տղայիս գրկել եմ, ջերմություն ունի 40 աշճան, փող չունեմ դեղ առնելու, ասենք չեմ կարող չեխերեն խոսամ, ասենք մինչև հիմա բանը անում շաքավում է մարմինս, որտեվ այդ բանը որ պատմեց այդ նույնն էր։ Ասում եմ գնում եմ ապտեկա, ասենք ինչ որ կողքից շոր մեկ եկավ օգնելու դեղերի համար թե ինչ որ այդպես շոր մի բանը չեմ հիշում, բայց այդպես ծանր իրավիճակ ասում ես, հիշում եմ այդ բանը, տղաս դիրքը ջերմություն ունի, ես ոչ մի հնարավորություն չունեմ եւ այլն, այսինքն այդ 2000 թվականին։ Հիմա Չեխիայի ամենամեծ ընկերություններից մեկն է ինքը արդեն ստեղծել էլի, ու դրա, այսինքն այդ 0-ից չեն սկսել, մինուսից են սկսել։ Հիմա ու այդպիսի պատմությունները շատ են, ու նոր այդ կարողությունը սկսում է ձևավորվել, նոր ձևավորվում է, դրա համար գնալով ուժեղանալու է այդ բան, դանցական մեր դերն ու նշանակությունը ուժեղանալու է, ու մեր ակումբը այս գործին ոնց որ նաև աջակցելու է, օգնելու է, որ այդ process-ն ավելի արագ բան ունենան, տեղի ունենան։ Տեսեք, մի sense հետաքրքիր բան ասեմ, էլի, նույն մենք ունենք համայնքներ, որոնք որ որոշ ոլորտներում ուժեղ են։ Օրինակ, Շամշադինցիները ուժեղ են սանտեխնիկայի մեջ Ռուսաստանում։ Չէ, հետաքրքիր է, ես չորնակ չեմ բա։ Որ Շամշադինցին հարցնում ես, ինքը սանտեխնիկայի գործի մեջ է։ Ունենք Մոսկվայում, ունենք Վոլգոգրադում, ունենք Շամշադինցի ակումբական բաներ, սանտեխնիկա ու լավ են սանտեխնիկան, իրենց ձեռքն է այդ բիզնեսը։ Ախտելակցիներն ուժեղ են շինարարության մեջ, ճանապարհաշինություն, հա։ Մարտունեցիները ուժեղ են ճանապարհաշինություն, շինարարություն, բայց ավելի շատ ճանապարհաշինություն։ Եվ այլն, այսինքն մենք ունենք ոլորտայիններ, որոնք որ այդ ոլորտը գրավել են, էլի, որոշ այդ խմբեր։ Հիմա ոնց է ստացվում։ Այդ ստացվում է այն պատճառով, որ իրենք այդ խմբերը իրար նկատմամբ վստահություն ունեն։ Այո։ Ու իրար հետ աճում են։ Հիմա մենք այդ նույն բանը անում ենք, բայց հայ կոնտեքստով։ Այսինքն ոչ թե ախտելակցի, ոչ թե մարտունեցի, այլ հայ, շամշադինցի, հա։ Այլ հայ։ Այդ ենք անում, էլի հայ հետ։ Մենք հիմա այդ ենք անում, էլի, դրա համար մեր կառույցը ինչքան մեծանա, ու մենք ինստիտուցիոնալ ենք անում։ Ինչքան մեծանա, այդ process-ը արագացնելու է, ուժեղացնելու է, ու տարբեր ոլորտներ սկսելու են հայերը ավելի ակտիվ, արագ գրավել եւ մեծանալ։ Սրանով ավարտենք, բայց սա շատ հետաքրքիր թեմա է, ես կարծում եմ մենք շարունակենք այս թեմայով խոսել, որովհետեւ իմ մտքով մի բան անցավ, փորձեմ տեղավորել այս միտքը, եթե այդ մարդիկ, որոնք որ ունեն միլիոններ եւ միլիարդներ Մանթաշյանցի անդամ են, այդ նշանակում է, որ իրանք հայ ժողովրդի հետ ու Հայաստանի հետ ամեն դեպքում ինչ-որ էմոցիոնալ կապվածություն են զգում, առանց հաշվի առնելու, թե քանի տարի եւ որտեղ են իրանք անցկացրել, որտեղ են հարստացել, որտեղ են ապրում։ Այսինքն դա հայկական ռեսուրս է, դա Հայաստանի ռեսուրսի մի մասն է մեր պետության։ Առաջարկում եմ հաջորդ հաղորդմանը շարունակենք քննարկել այդ համայնքների եւ դուրսը ապրող հայերի առավելությունները, կապվածությունը Մանթաշյանցի գաղափարախոսության մեջ։ Շատ լավ։ Վարամ Միրաքյանի հեղինակային հաղորդաշարներ եթերում, Դավիթ Խումարյանն այն ձեզ համար վարեց, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, այսօր այսքանը։